նման հանձնարարական, որ պետք է լրացվի, չունենք անկեղծ ասած։ Հիմա գամ բանին, տեսեք, հետաքրքիր բան եք ասում, բայց հետո ասում եք եւ կարծիքներ կան դրական եւ կարծիքներ կան հակառակ, միգուցե տարբեր թևերում են այդ մարդիկ դրա համար այդպես, բայց հետո ասում եք բոլորը կոնսենսուս ունեն։ Տեսեք, եթե խոսում ենք, որ կա կարծիք, որ մենք կառուցում ենք, եւ ուզում եմ ես եւս մեկ անգամ վստահեցնել, եւ ես իմ ամբողջ ելույթը նվիրված էր հենց դրան։ Մենք ինչը որ քանդվում է վերակենդանացնում ենք եւ հիմնովին վերափոխում ենք եւ այո կառուցում ենք։ Կառուցում ենք ավելի լավ ծառայություն, որը մարդակենտրոն է։ Եվ նշեցի նրա մասին, հիմա մեթոդների մասին խոսեմ։ Ես նշեցի, որ գրեթե 40%-ով ավելի քիչ ստուգում ենք իրականացնել։ Դա ինչի մասին է խոսում։ Դա խոսում է նրա մասին, որ մենք մարդկանց ավելի քիչ անհանգստացնելով ենք ստուգումներ իրականացնում եւ հիմնականում հենվում ենք վերլուծությունների վրա։ Իսկ վերլուծությունները հնարավորություն են տալիս պարզապես ծանոթությունների միջոցով մարդկանց տեղեկացնել իրենց խնդիրների մասին եւ հարկային պարտավորությունները, որպես իրենք պատշաճ վճարեն կամ իրենց հարկային հաշվետվությունները ճշգրտեն։ Հիմա գամ կոնկրետ այդ շանտաժ եւ տերոր արտահայտություններին, որովհետեւ եթե հիմա ես օրինակ այս հասկացությունների մեջ փորձեմ ձեր հետ խորանալ, կարծում եմ խորությամբ չկա դրա անցալումը, թե ինչ է դա իրենց ներկայացնում։ Մենք դրանով չենք զբաղված եւ անկեղծ ասած դրա ժամանակն էլ չունենք ու չենք էլ ուզում ունենանք ու երբեք չենք էլ մտածում դրա մասին, որտեւ եթե մենք խոսում ենք հարկ վճարողին վերաբերմունքի փոփոխության մասին եւ ես ասում եմ, որ ես հարկ վճարողներին վերաբերվում եմ որպես ընտանիքի անդամ, հետեւաբար նման բառերը չեն կարող երբեք տեղի ունենալ։ Եվ ես կառաջարկեմ դուք էլ այդ բառերը չօգտագործեք, չնայած ոնց որ նման բնավորություն ունեք, որ նման բառը շատ եք օգտագործում։ Հիմա գամ տեսեք։ Դե հիմա լսեք, ես մեկնաբանում եմ, էլի։ Տեսեք։ Հիմա գանք կոնկրետ նման դեպքերին։ Այդ դեպքերի մասին էլ նշեցի։ Ես ինչ ասեցի։ Ասեցի ստվերի դեմ պայքարը, այո, այն ժամանակ էլ եմ խոսել, կոշտություն պետք է ունենա։ Այսինքն, եթե գործ ունենք անօրինական գործողությունների հետ, պետք է կոշտություն լինի։ Իսկ ինչի պիտի կոշտություն լինի ընդհանրապես։ Որովհետև բազմաթիվ օրինական հարկ վճարողներ կան, որոնք դրա ակնկալիքը ունեն, որտեղ դրանց իրենց կողքին գործում են անօրինականներ եւ ստվերում գործող սուբյեկտներ, իրենք կորցնում են իրենց մրցունակությունը եւ կարիք կա կոշտ գործելու, որ իրենք հասկանան, թե ինչ է նշանակում լինել հզոր պետական եկամուտների ծառայություն։ Հիմա տվյալ դեպքի հետ կապված, տեսեք, մոտ 100 ստուգում ենք իրականացրել, եթե անցած տարի 220 թե 230 օպերատիվ ստուգումներ ենք իրականացնել, դա արդեն նշանակում է, որ երկու անգամից ավելի քիչ ենք անհանգստացնում մեր հարկ վճարողներին, իսկ ինչ վերաբերում է տվյալ դեպքին, տվյալ դեպքը իրականում շատ օբյեկտիվ է եղել, անկեղծ։ Այսինքն այդ որ ասում եք մի տեսուչ, դա մի տեսուչի հարց չի, դա մենք վերլուծություն ենք իրականացրել, հասկացել ենք, որ կան ռիսկեր, գնացած ստուգումները իրականացրել ենք եւ ավելին ասեմ, հարկ վճարողը ինքը իր մասով ընդունել է խնդիրը եւ բավական մեծ մաս այդ գումարների վճարել է։ Դրա մասին եք խոսում, ես էլ դրա մասին եմ արտահայտվում։ Հա, ես այդ մի օրինակի մասին խոսեցի, հիմա երկու անգամ ավելի քիչ ենք անհանգստացնում մարդկանց եւ անում ենք ոչ թե ձեր ասացի պես շանտաժի ճանապարհով, այլ վերլուծությունների ճանապարհով։ Ավելին ասեմ, ես ինքս նույնիսկ գրեթե բոլոր խոշոր դեպքերով անձամբ նստում եմ մեր մասնագետների հետ եւ քննարկում ենք դեպքերը հատ առ հատ։ Երկրորդ, հստակ ես հանձնարարական եմ իջեցրել, որ պարտադիր մարդկանց հրավիրեն բանակցության, լսեն իրենց տեսակետները, արգումենտները եւ եթե կան, ասենք օրինակ, արգումենտներ, որոնք ընդունվում են, եւ հետո այդ բոլոր գործողությունների արդյունքում, եթե հարկ վճարողը չի ընդունում իր մեղավորությունը, մենք օրենսդրությամբ պարտավոր ենք այդ աշխատանքը կամ այդ բացահայտումը
ուղարկել քննչական կոմիտե եւ քննչական կոմիտեն արդեն իր գործողությունները դրանից հետո իրականացնում է։ Ինչ վերաբերում է այդ կոնսենսուսին, ես այդ նույն կոնսենսուսի սխալ ընկալումներին բախվել եմ անկեղծ ասած այս ընթացքում եւ օրինակ հանդիպեցին գործարարների բավական մեծ շրջանակ եւ արտագնա եւ այս վերջերս օրինակ ազգային ժողովում ու այդ նույն բաներն էին ձեր ասում տերոր եւ այլ տենց ինչ որ բաներ էին ասում չէ ես հիմա անկեղծ եմ սենց նստած էինք բոլորը նույն բաներն էին ասում հետո ես սկսեցի խոսալ ու ներկայացրեցի ես ինչ որ ձեզ այսօր ներկայացնում եմ վերջում նույնիսկ շնորհակալություն հայտնեցին մեզ հետո պարզվեց պատճառը ոչ թե մեր աշխատանքի արդյունքն է այլ տարիներ շարունակ կուտակված դեպքեր կան որոնք օրինակ ասենք քննչական կոմիտեի մեն գործողություններ են իրականացվում մարդիկ իրենց վրա կոշտություններ են զգացել որոշակի քննչական գործողությունների արդյունքում այսինքն այդտեղ ծրվեց այն բանը կեղծ տեղեկատվությունը կամ կեղծ ընկալումը կամ սխալ ընկալումը որ մենք նման գործողություններ ենք իրականացնում ես եւս մեկ անգամ վստահեցնում եմ որ չկա նման շանտաժ եւ տերոր չի լինելու եւ ես ինքս թույլ չեմ տալու